Մուլտֆիլմը MRT հետազոտության սենյակում բարդ ախտորոշման ժամանակ երեխաների վախը հաղթահարելու համար է։ 3 տեսլա հզորությամբ գերժամանակակից այս սարքը հագեցած է նաև արհեստական բանականության կոմպոնենտներով, ինչը թույլ է տալիս արագացնել դիագնոստիկան ու խուսափել փոքրիկներին անզգայացնելուց, բացատրում է բժշկական կենտրոնի ղեկավարը։ Մենք հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի եզակի հետազոտություններ, որոնք ոչ միայն եզակի են տարածաշրջանում, այլ նաև աշխարհում, եւ շատ քիչ կենտրոններում են կիրառվում։ Դրանք են օրինակ ֆունկցիոնալ MRT-ն, որը հնարավորություն է տալիս տարբեր շարժումներ իրականացնող բուժառուին կամ տարբեր գործառույթներ իրականացնող բուժառուի մոտ հայտնաբերել գլխուղում տվյալ կենտրոնը, որը շատ կարևոր է թե նյարդաբանության, թե նյարդավիրաբուժության հարցում։ Ախտորոշիչ նոր կլինիկան հատուկ է Արաբկիր բժշկական կենտրոնի հարևանությամբ բացվում, հատկապես գլխուղեղի հիվանդությունների բուժման փուլում մագնիսառեզոնանսային բարձր հստակության տոմոգրաֆի կարիքն իրենք միշտ են ունենում։ Նախկին համագործակցությունը հիմա ավելի է ամրապնդվում, ասում է Արա Բաբլոյանը։ Մենք էպիլեպսիայի առումով ծառայություններ ենք մատուցում երեխաներին, դեռահասներին եւ մեծահասակներին։ Եվ Արաբկիրը հասել է նրան, որ աշխարհում բոլոր մեթոդները կիրառվող էպիլեպսիայի վերաբերյալ կիրառվում են Արաբկիրում։ Եվ շուտով կիրականացվի արդեն ներդնվել վերջին մեթոդը միջամտության, որը դեռ ընդհանրապես աշխարհում մի քանի երկրներում է իրականացվում։ Սա համակարգում ձևավորված առողջ մրցակցության ու համագործակցության հրաշալի օրինակ է, հայտարարեց կենտրոնի բացմանը մասնակցող նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մարդկանց մի տեղում թիմային ախտորոշում ու բուժում ստանալու հնարավորությունից բնակչությունը միայն կշահի, համոզված է։ 2024 թվականին Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասել է 78.6-ի, ռեկորդ է եղել։ 25 թվականի արդեն տվյալները հրապարակվել են, մենք 78.9 ենք հասել։ Սա դեռ մինչև ապահովագրությունն է։ Վստահաբար 2026 թվականի արդյունքները շատ ավելի տպավորիչ են լինելու, եւ սա է մեր նպատակը, որ մեր քաղաքացիները ապրեն լավ, երկար, առողջ։ Բժշկական մասնավոր նման կենտրոնների ստեղծումն ըստ նախարարի ավելացնում է երկրում տարեսկզբից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի կարողությունները։ Փաթեթի շրջանակում մարդիկ նաև այստեղ կկարողանան ախտորոշիչ ծառայություններ ստանալ։ Շնորհիվ կառավարության հետ համագործակցության եւ կառավարության համապատասխան գործառույթների համընդհանուր ապահովագրության շրջանակներում այսօր մեր բնակչությունը հնարավորություն ունի անցնել այս թանկարժեք սարքի միջոցով հետազոտություններ լիովին անվճար։ Դիագնոստիկ իրենց կենտրոններից մեկն էլ Վանաձորում են վերջերս բացել, որպեսզի բարդ հետազոտությունների հետևից մարդիկ ստիպված չլինեն մարզից մայրաքաղաք հասնել, շեշտում է ծրագրի համահիմնադիրը։ Փորձում ենք բնակչությանը տալ ճշգրիտ լավ ախտորոշում եւ բժշկական կենտրոններին, պացիենտներին այնտեղից չտեղափոխել այլ տեղեր, որտեղ կա 3 տեսլա MRT, հենց տեղում հետազոտել եւ տեղում բժշկական կենտրոնները հնարավորություն ունենան նոր ծառայություններ զարգացնել, ինչպես Stroke Center-ն է, որտեղ MRT-ի առկայությունը պարտադիր է եւ այլ ծառայություններ։ Շուտով կհայտարարեն նաեւ ախտորոշիչ 4-րդ կլինիկայի բացման մասին։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։